Ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Կարապետյանը սակայն հերքում է։ Քննչական կոմիտեն վարույթ է հարուցել։ The Insider-ը հետաքննություն է հրապարակել ըստ որի 1999 թվականին Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր է նշված եղել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը, գործակալներին ուղարկել Հայաստանի Հանրապետություն կեղծ եւ գործակալական գործունեություն ծավալելու գործընկերային չէ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախընտրական կրքերը գնալով թեժանում են, քաղաքական ուժերը շարունակում են միմյանց հասցեին վիրավորանքները։ Ռուսաստանի Դաշնությունը սեղմում է օղակը Հայաստանի շուրջ։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է թե մայիսի 29-ին Աստանայում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում պետությունների ղեկավարները քննարկելու են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Օվերչուկն իրավիճակը որակել է չափազանց բարդ, ինչ որոշում կկայացվի։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ, այսօր մայիսի 20-ն է, չորեքշաբթի, ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևորագույն իրադարձությունները։ Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը սոցցանցի էջում մի փաստաթուղթ է տեղադրել, որտեղ իրավաբանական անձի տվյալներ են դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Սիմոնյանի հրապարակումից հետո կայքը դարձել է անհասանելի։ Արագ մի բան ասեմ, այն բանից հետո, երբ հայկական մեդիա դաշտում տարածվեց տեղեկություն առայն, որ հնարավոր է Նարեկ Կարապետյանը հանդիսանում է նաև Ռուսաստանի քաղաքացի, այն կայքը, պաշտոնական ռուսական կայքը, որտեղ այդ տեղեկությունը զտեղված էր, այդ մասով դարձավ անհասանելի։ Բնական է կան այդ տեղեկությունը հաստատող փաստաթղթեր, սկրինշոթեր, որոնք որ ես հիմա կցուցադրեմ, բայց Նարեկ Կարապետյանը կարծում եմ պետք է նաև իրավապահներին բացատրություն տա, որովհետև ըստ հայկական օրենսդրության, եթե քաղաքացին հավակնում է Հայաստանի Հանրապետության падգամավոր կամ վարչապետ դառնալ եւ սուտ տեղեկությունները ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, դա քրեորեն պատժելի արարք է։ Ուստի Նարեկ Կարենովիչ ինձ որևիցե բան բացատրել պետք չի։ Կխոսեք քննիչի հետ։ Ինքը Կարապետյանը դիմել է Սիմոնյանին, թե Ալեն Ռոբերտովիչ այդպիսի բաներ մի արեք, ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել կյանքում Ռուսաստանում, ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Այսօր էլ Կարապետյանը հերքելով այլ քաղաքացիություն ունենալու մասին լուրերը գրել է վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը, որ փողոցում այն օրը կանանց էր քաշքշում, հասկացել է, որ իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել նրա թիմը, որ մեզանից շուտ գիտեր նրա հոգեկան վիճակի մասին, որպեսզի շեղի իրավիճակը սկսել է ֆեյք լուր տարածել, որ մենք էլ հերքենք, իրենք էլ երկու օր մարդկանց շեղեն։ Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն, Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի, գրել է նա։ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն 26 թվականի հունիսի 7-ին Հայաստանի ազգային ժողովի հերթական ընտրություններում ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարով առաջադրված падգամավորի տեխնացու Նարեկ Կարապետյանը նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը այն է ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում, այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի առաջին մասով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը կատարվում է նախաքննություն։ Խնդրին անդրադարձել է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշելով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստուգել է ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի տեխնատու Նարեկ Կարապետյանին միայն Հայաստանի քաղաքացի լինելու վերաբերյալ փաստաթղթերը տեխնատուներին գրանցելու ընթացքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հասանելի է ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ընտրական ցուցակների մասին
մասին տեղեկատվությունը բոլորային տեխնացուները, որոնք գրանցված են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, նշանակում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում վերջին 4 տարում Հայաստանում մշտական բնակության ու Հայաստանի քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերը տեխնացուներին տրամադրվում են ներքին գործերի նախարարության միգրացիայի ու քաղաքացիության ծառայության կողմից եւ փոխանցվել են կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Աշխատանքի վայրը ՖՍԲ-ի տեղեկատվական կենտրոնը ըստ ռուսական The Insider պարբերականի հրապարակած փաստաթղթի այսպիսի նշում է արկա ուժեղ Հայաստան Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում։ Թարգմանաբար ներկայացնվելով սկզբնաղբյուրի հրապարակումները գրվում է, որ 99 թվականին, երբ Կարապետյանը Կալուգայում արտասահմանյան անձնագիր էր ստանում արտահոսած օֆլայն տվյալների բազաների համաձայն, նրա անձնագրային գործում աշխատանքի վայր դաշտում արկա է եղել ներքին գործերի նախարարության նշում ՖՍԲ-ի տեղեկատվական կենտրոն գրել է պարբերականը եւ հրապարակել փաստաթղթերի արտապատկերը։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության օպերատիվ աշխատակիցը խմբագրությանը պարզաբանել է, այդ նշումը նշանակում է, որ քաղաքացու ստուգման դեպքում անհրաժեշտ է նախ դիմել ՖՍԲ։ Ըստ նույն աղբյուրի սովորաբար այսպես կոչված ՖՍԲ-ի վերահսկողության տակ աշխատող օտարերկրացիները կամ ոչ հրապարակային տեղեկատուները։ Հետաքննության հեղինակը նաեւ մեջբերում է Կարապետյանի մերձավոր շրջապատի ծանոթ աղբյուրի խոսքերը, ըստ որոնց Սամվելը երբեք քաղաքականության մեջ քիթը չի խոթել, սակայն երբեք չէր մերժում Կրեմլին ֆինանսական նուրբ խնդրանքներում։ Նույն աղբյուրի պնդմամբ վերջին շրջանում նրան ուժեղ ճնշել են քաղաքական գործընթացներում ներգրավելու եւ ուժեղ Հայաստան Դաշինքը ձևավորելու համար։ The Insider-ի հրապարակման մեջ Կարապետյանը ներկայացվում է որպես այն գործիչներից մեկը, որոնց միջոցով ըստ պարբերականի Մոսկվան փորձում է պահպանել ազդեցությունը Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Ինքը Սամվել Կարապետյանը ծիծաղելով է մոտենում հրապարակմանը։ Պարոն Կարապետյան, ռուսական The Insider պարբերական Վերջ դուք եք։ Այն մասին, որ երբ 1999 թվականին դուք ցանկացել եք Ռուսաստանի Դաշնության անձնագիր ստանալ, այդ ժամանակ ձեր անձնագրային գործում նշում է եղել որպես աշխատանքի վայր ՖՍԲ-ի տեղեկատվական կենտրոնը։ Ինչպես եք, նաև գցել են փաստաթուղթ համապատասխան։ Ինչպես եք մեկնաբանում այս հրապարակումը։ Այդ հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է, դրա համար։ Տեսել եք հրապարակումը այս։ Չէ, իհարկե չէ։ Ոչ։ Այսինքն, ինչ, լավ, Նիկոլ, դուք կապ չեք ունեցել ՖՍԲ-ի հետ։ Չէ, այդպես ես դուք այդպիսի քաղաքական հայտ ներկայացրել։ Այդպիսի հարցեր տալուց գոնե մի ասեք լուրջ հարց եմ տալիս։ Մի վարքյան, հրապարակում է եղել հստակ եւ փաստաթղթով, եթե ցանկանում եք ես ձեզ ցույց տամ խորհուրդ եմ տալիս ձեզ։ Նշումը եւ ես ձեզ մեկնաբանությունը համատարած կալանավորումներ են համապատասխան ՖՍԲ-ի նշում։ Քնար ջան, թույլ կտաս ավարտել։ ՖՍԲ-ի նշումը հստակ կա։ Հիմա ես ձեզ ասում եմ մեկնաբանեք հստակ փաստաթղթով անձնագրային գործով նշված է։ Ըստ ում դուք ավելի լավ մեկնաբանեք։ Ես 99 թվականին չեմ ստացել անձնագիր, ստացել եմ 93-4 թվականներին, դրա համար մեկնաբանելու բան չունեմ։ ՖՍԲ-ի հետ կապ չեք ունեցել, հստակ։ Ոյ, ժողովուրդ ջան։ Պարոն Կարապետյան, համատարած ՖՍԲ-ի հետ եթե մեր երկրում կապ ունի, միայն Նիկոլ Փաշինյանը ունի, ուրիշ մարդ ՖՍԲ-ի հետ կապ չունի։ Համարակավորող տեղեկությունը հրապարակվել, ինչ եք անելու, եթե օրինակ այս տեղեկությունը սխալ է, ինչ քայլեր եք Ձեզ ասի շանտեղ մի դրեք, դրանց էլ ինչ ավել բան ասեմ։ Այսինքն հիմա քաղաքացիները Կարակ շանտեղ չդնեք, եթե չեք կարող, եթե այսպես հրապարակում կա, չեմ կարող շանտեղ չդնել։ Եվ քաղաքացիները դուք քաղաքական հայտ ներկայացրած անձ եք։ Հետևաբար չեք կարող շանտեղ չդնել այն հրապարակումը, որոնց ձեզ մեղադրում են ՖՍԲ-ի աշխատակիցները։ Դուք ինչ եք անելու։ ՖՍԲ-ի աշխատակից, արդեն ՖՍԲ-ի եֆրեյտոր Փաշինյանն ամենակ։ համատարած կալանավորումների հետ։ Ես ասում եմ, ձեզ գաղտնիք եմ ասում։ Դուք էլ իրան գնացեք հարցրեք։ Շուտով ստանալու է սերժանտ։ Ինքը բարձանում է պաշտոնով։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Գարիկ Միսկարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Միսկարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ինչ է կատարվում, պարոն Միսկարյան, տեսնում եք մի դեպքում վարույթը նախաձեռնվել, թեև Կարապետյանը հերքում է, որ ինքը ուրեմն Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է նաև, ուրեմն մյուս դեպքում
Սամվել Կարապետյանի վերաբերյալ The Insider-ի հետաքննությունն է ներկայացվում, եթե այսպես անդրադառնանք այս վերջին օրերի զարգացումներին, ինչ կստացվի արդյոք, փաստաբանն էլ նշում է, որ ապատեղեկատվություն է, կեղծ է եւ այլն, ինչ զարգացումներ են հնարավոր, եթե ըստ էության այս ամենը հաստատվում է, համեցեք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Այս ամենը խոսում է Հայաստանի Հանրապետության հենց այդ համապարփակ անվտանգության բացակայության մասին, որովհետև փաստացի այդ մարդիկ քաղաքական գործունեություն ծավալում դեռ անցած տարվանից սկսած եւ հստակ է որ նույն Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը լինելու են քաղաքականության մեջ ու մենք ընդհանրեն ընտրություններից մի քանի օր առաջ ենք իմանում, որ ունեն փաստաթղթային խնդիրներ։ Հիմա սա եթե չլիներ պայմանական ինսայդերի կամ այդ մյուս անհայտ կայքից սպրդած տեղեկատվությունը, արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդպես էլ չէր իմանալու սրա մասին։ Ու ես այս սրանով մենք խնդիր ունենք մեր տեղեկատվական անվտանգության, մեր հատուկ ծառայությունների անգործության հետ, ինչի որովհետև հիմա եթե չլիներ ինսայդերի հրապարակումը, մենք փաստացի այդպես էլ չենք իմանում, այսինքն մենք անվտանգություն ասելով հասկանում ենք միայն բանակ։ Ցավոք սրտի, այս նոր այս վերջին մի քանի ամիսների ընթացքում տնտեսական անվտանգություն նույնպես առաջի այս բան է եկել, առաջի շարքեր են եկել սկսվում են ինչ-որ տնտեսական անվտանգության մասին խոսել, բայց այս համապարփակ անվտանգային այդ համակարգ կոչվածը, որ մենք փաստացի հիմա պարզվում է, որ չունենք։ Այսինքն մարդիկ քարոզարշավը արել են, հիմա եկել է քարոզարշավի վերջի փուլը, նոր իմանում ենք, որ Նարեկ Կարապետյանը հնարավոր է, որ ունենա, օրինակ, չգիտեմ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, սա աբսուրդ է։ Սա խոսում է մեր ինստիտուտների անգործության, բայց ինչի մասին է խոսում, եթե Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը ինֆորմացիա չի ունեցել սրա մասին, ինչով է զբաղվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը։ Դե դուք նաև ես մեջ վերեցի, թե ինչ էր գրված այդ հետաքննական նյութում, ինքը Սամվել Կարապետյանը երբեք օրինակ նպատակ չի ունեցել քիթը մտցնել քաղաքականության մեջ։ Դա մենք բոլորս ապահովագրվել է 2025 թվականի մինչև Սամվել Կարապետյանի ձերբակալելու օրը Սամվել Կարապետյանի բոլոր ընկերությունները շատ լավ համագործակցել են պետության հետ, էկոնոմիկայի նախարարությունից միլիոնավոր դոլարների աջակցություն են ստացել ու մի օր հանկարծ Սամվել Կարապետյանը իհարկե այստեղ բոլորս հասկանում ենք, որ ինչ-որ խնդիր կա։ Բոլորս հասկանում ենք, որ ինչ-որ մի բան այն չէ, բայց թե ինչ այն չէ, հա մենք ենթադրում ենք, բայց հստակ փաստացի բաներ, իսկ այս հստակ փաստացի ապացույցները պետք է տրամադրել Հայաստանի Հանրապետության անվտանգային ծառայությունները, որոնք որ չեն արել ու միայն ինսայդերի հրապարակումից հետո մենք ինչ-որ նորություններ ենք եղել։ Ու պարոն Կարապետյանի մասով էլ ես մեր նախորդ հարցազրույցներում հղում եմ, որ պիտի կասեցնել այս ուժի մասնակցությունը, հիմա փաստորեն ավելի մեծ ապացուցողական բազա կա այս ամենի համար, այսինքն այն ժամանակ եթե մենք հղում էինք անում ընտրակաշառք բաժանելու, ուղղորդելու մեծ քանակով կեղծ քեշ փողերի շրջանառությանը, հիմա ավելի ուրիշ ու ավելի հիմնավոր փաստեր կան այս ամենի համար, որ արդեն չգիտեմ, ընկնում է իշխանությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատվության դաշտը։ Ես ներկայացրի նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչպիսի մեկնաբանություն էր տվել, որ ըստ էության ամբողջը բաց է, թափանցիկ է, դուք կարող եք մտնել, տեսնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած, այնտեղ ըստ էության մեկ քաղաքացիության մասին է խոսքն եղել։ Դե հիմա փաստացի ամեն ինչ այդքան էլ բաց չէր, ամեն ինչ այդքան էլ թափանցիկ չէր, ու ուժեղ Հայաստան կուսակցության առաջի համարը հնարավոր է, որ ունի այլ երկրի քաղաքացիություն։ Հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններ, ինչ պիտի անի ԿԸՀ-ն, ինչ քայլեր պետք է անի, որովհետև դա հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Այդ մարդը չի կարող լինել, չի կարող հավակնել ազգային ժողովի падգամավոր լինելու։ Ոստեր նոնսենս, այսինքն ես դրա լուծումը չեմ, պետքա կասեցվի կամ պետքա, չգիտեմ, իրավաբանները եւ ավելի հստակ բան կասեն, բայց այստեղ քաղաքական կոնտեքստը որ նայում ենք, իմ կարծիքով բոլոր, այսինքն մեղավորը Հայաստանի Հանրապետության անվտանգային ազգային անվտանգության ծառայության այդ բաժինն է, որ պիտի զբաղվեր այդ ամեն ինչով հստակ լիներ։ Եվ Սամվել Կարապետյանի մասով, եւ Նարեկ Կարապետյանի մասով միգրացիան պիտի ավելի հետևողական լիներ, ըստ էության։ Հնարավոր է, բայց պարզվի, որ այս ամեն ինչի ուղղակի ապատեղեկատվություն է եղել, բացառում եք, պարոն Իսկարյան։ Չեմ բացառում, որովհետեւ նույն ինսայդերը, նույն արևմտյան շատ այդ հետաքննական ծառայությունները շատ հաճախ լուրջ, շատ մեծ բացահայտումներ են անում, բայց 10 բան բացահայտում են, եւս 10 բան մնում է ուշադրություն չեն դարձնում եւ չեն բացահայտում, ու այս մասով այդ վտանգը նույնպես կարա լինի, բայց իմ կարծիքով այն որ քաղաքական խնդրահարույց բան կար ուժեղ Հայաստանի Սամվել Կարապետյանի ընտանիքի այս process-ների մեջ մտնում, իրենք շատ հանգիստ ապրում էին, ոչ մի խնդիր չունեին Հայաստանում,
Հայաստանի իշխանությունների հետ որևէ խնդիր չունեն, մեկ էլ հանկարծ սկսեցին զբաղվել քաղաքականությամբ, հանկարծ սկսեցին անհանգստանալ եկեղեցու եւ ազգային արժեքների կործանման, հա, այդ մասով փորձել փրկել Հայաստանը, Հայաստանի ազգային հայ ժողովրդին ու հայտնվեցին քաղաքական այդ թատերաբեմում։ Այստեղ խնդիր կար, ու սա պետքա լիներ մեր իշխանությունների, պետական ինստիտուտների ուշադրության կենտրոն։ Բայց այն տարբերակը նույնպես որ դուք նշեցիք, որ կարող է լինել, հա, fake այդ ինչ որ մի հատ բան, այդ նույնպես հնարավոր է, ու սա այդ դա նույնպես հենց այդ նույն անվտանգային ծառայությունների դաշտում է։ Արդյոք սրանք ապատերեկատվություններ են, թե իրականում նման բան գոյություն ունի։ Պարոն Միսկարյան, հիմա փաստորեն գնդակը իշխանության դաշտում է, այս ամենը վերջնականապես ուրեմն պարզաբանելու, որովհետև այս ռետորաբանությունը շարունակվում է այսօր թեմային դարձյալ, հա, անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հիմա արդեն լոռու մարզում։ Իշխանությունը պիտի ջանք ու եռանդ չխնայի մինչև ընտրություններ բացահայտելու, թե սա ավելի երկարաժամկետ գործընթաց է դիտարկվելու։ Ես այդ տեսանյութը տեսել եմ, վարչապետը շատ մեծ հպարտությամբ, շատ մեծ ոգևորվածությամբ ներկայացնում էր, որ մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ օրդարերկա քաղաքացիություն ունեն, FSB-ի ագենտ են, այս մեկը այն մյուսը, ցավոք սրտի, ելի եմ նշում, սա շատ վատ երևույթ է, որ մամուլում հայտնված տեղեկությունների հիման վրա է վարչապետը հայտարարություններ անում, այլ ոչ թե սեփական անվտանգային ծառայությունների տված հաշվետվությունների հիման վրա ու այս գործողությունների եթե անգամ սրանք կեղծ ինֆորմացիաներ են, իշխանությունները այս ընտրական ամենաթեժ փուլում, Քարոզ Արշավի ամենաթեժ փուլում հնարավորինս փորձելու են քաղել սրանից օգուտներ, հնարավորինս փորձել են վարկաբեկել ուժեղ Հայաստան կուսակցության ու նրանց առաջնորդներին ու ոնց որ քաղաքական առումով որ նայում եք, ոնց որ ճիշտ էլ դիրքավորվել են, այսինքն հնարավորինս իշխանությունները, հա, դե ոչ թե ճիշտ է դիրքավորել ու փորձում է այս հանգամանքը, այս բացահայտումները հնարավորինս օգտագործել իր շահերի համար, հնարավորինս ազդել ուժեղ Հայաստան կուսակցության ու դաշինքի բանին։ Պարոն Միսկարյան, ճիշտ եմ հասկանում, որ երեկվա The Insider-ի բացահայտումներից հետո Հայաստանի իշխանությունները ամեն կերպ պետք է հետամուտ լինեն նաև ազգային անվտանգության ծառայության, ինչպես դուք եք նշում, համապատասխան բաժնի աշխատակցի պաշտոնյայի, ուղղակի այդ պաշտոնը լքելուն, որովհետև դուք եք չէ նշում, որ թերացում է եղել։ Կոնկրետ թերացում խնդիր է եղել եւ որը չի արձանագրվել կառույցը ընդհանուր առմամբ է մեղավոր թե կոնկրետ մեղավորներ կան եւ իշխանությունը պիտի հետամուտ լինի նրանց բացահայտմանը եւ պատասխանատվության ենթարկելուն ընդհանուր մինչեւ պաշտոնից հեռացմանը, չգիտեմ, եւ այլն եւ այլն։ Եթե ինստիտուտները չեն աշխատում, այդ մի պաշտոնյան հեռացնելը ոչ մի խնդիր չի լուծելու։ Հիմա այդ մի պաշտոնյան գնալու է, նրա փոխարեն գալու է մեկ ուրիշը, բայց փաստացի ինստիտուտը էլի չի աշխատում։ 2018 թվականից մենք խոսում ենք ազգային անվտանգությունում բարեփոխումների մասին, ազգային անվտանգության իմիջի, ազգային անվտանգության ընդհանրապես փոփոխությունների, ծառայության փոփոխության մասին, բայց այսքան ժամանակ մենք բոլոր տեղերից ունեցել ենք ձերբակալվածներ, բոլոր ինստիտուտներից, դատական համակարգ, չգիտեմ, համալսարաններ, բոլոր տեղից ինչ որ process-ներ են, բացի ԱԱՑ-ն սենց ինչ որ մի հատ հատուկ բանի կարգավիճակ ունի Հայաստանում։ Այնպես որ ես իմ կարծիքով սա ինստիտուցիոնալ խնդիր է ու իշխանությունները վաղ թե ուշ, այսինքն արդեն բավականին ուշ է, պետք է գնային այդ փոփոխություններին, պետք է վերաիմաստավորեին ազգային անվտանգության ծառայության գործունեությունը, որը որ չեն արել ու այդ չանելու հետևանքը այսօր մենք տեսնում ենք, որ նման process-ների, այսինքն նման բաների է հանգեցնում Հայաստանի Հանրապետությունում նախընտրական այս թեժ օրերին։ Պարոն Միսկարյան, գանք նախընտրական հռետորաբանությանը, որը վերջին օրերին շատ ավելի է սրվել, դուք գիտեք ինչ է տեղի ունենում, ինչպիսի խոսի թե իրականացվում, այսօր էլ վարչապետը նոր հայտարարություններ արեց, այս անգամ էլ փաստացի դիմեց Գագիկ Ծառուկյանին, նշելով, որ մեծ հաշվով նրա արած ցեմենտի գործարանը շուտով Հայաստանի Հանրապետությանն է, պետությանն է, ուրեմն պատկանելու, ասաց, որ ձեր գործատուն այլևս Գագիկ Ծառուկյանը չէ, պետությունն է, դիմեց աշխատակիցներին։ Ընդհանրապես, ինչպես է գնահատում եւ էլի դարձյալ այսպես փոխադարձ, ուրեմն վիրավորանքների պակաս չի նկատվում։ Գիտեք, Գագիկ Ծառուկյանը բավականին զուսպ էր արտահայտվել, ասել որ չի մտնելու այդ վիրավորանքների դաշտ, չի իջնելու այդ մակարդակի եւ հիմա վարչապետը կարճեց նրա հենց այդ գնահատականից։ Փաստացի երկու հիմնական պոտենցիալ ընդդիմադիր մեծ պոտենցիալ ունեցող երկու ընդդիմադիր ուժերն են, որ դաշտում են, մեկը ուժեղ Հայաստանն է, մյուսը Գագիկ Ծառուկյանը։
նույն ինսայդերը նաև այդ հետաքննության մեջ այդ փաստը նշում էր, որ ռուսական կողմը իր ազդեցությունը փորձելու է պայել Հայաստանում հենց այդ ոնց որ խաղադրույք անելով այդ երկու ուժերի վրա ու իմ կարծիքով նաև այստեղ է գալիս իշխանության դիրքավորում այս երկու ուժերին սրանց արձագանքելուն, չարձագանքելուն, հնարավորինս կոշտ արձագանքելուն իսկ ինչ վերաբերում է քաղաքական խոսույթին իհարկե ինքը շատ տհաճ է ամեն օր ամեն պահի լսել դա բայց ցավոք սրտի Հայաստանի քաղաքական դաշտը այսպիսին է մենք ունենք այն ինչ ունենք ու իմ կարծիքով գնալով ավելի է սրվելու այդ վիրավորանքներն ու այդ խոսույթը ավելի է վատանալու, ավելի բացասական էներգիայի կուտակվելու մինչև հունիսի 7-ից հետո հասկանանք ինչ ալնում մեր երկրում։ Այսինքն այս մեր իրականությունը սա է, մենք պետք է սա այդ հաշվի նստենք ու փորձենք մեր գործողությունները ոնց որ իրականացնել այս իրականության պայմաններում։ Լավ, այդ քաղաքական խոսույթի կոշտացումը ազդում է քննարկումների որակի վրա, որովհետև ի վերջո կարող է այս փուլում քաղաքական ուժերին դա ձեռք է տալիս, բայց ավելի երկարաժամկետ մակարդակում լրջագույն խնդիր չի առաջանում, օրինակ քաղաքական խոսույթի ուրեմն այդքան այսպես ասած իջեցումը։ Շատ ճիշտ նշեցիք, այո, սա բացասական երկարաժամկետ հետևանքներ ունենալու մասնավորապես գործող իշխանությունների, հա, վարչապետի խոսույթում հենց արցախցիների մասով այդքան ընդհանրացումները, այդքան վիրավորանքները փաստացի այս պահին գուցե ինչ որ դրական, հա, ինչ որ բան ունեն, ինչ որ խնդիր լուծում են, բայց երկարաժամկետ առումով այդ անջրպետը այդ շարունակ ավելի է խորացնում, ավելի երկարաժամկետ խնդիրների առաջ է կանգնեցնելու բայց ոնց հասկանում եմ մեր գործող վարչապետը անդրդվելի է ու նույն տրամաբանությամբ է շարունակելու օր-օրի այդ առաջի օրերին հիշում ենք հնարավորինս սպաներ, հա, տենց հանգիստ էր, այդքան վիրավորանքներ չկային, դրական շփումներ ու այս տրամաբանությամբ չշարունակվեց, բայց սա էլ այդ իրենց ворթեգրած քարոզարշավի հետևանքներ են, այսինքն եթե ունենք դրական մի քանի քաղաքացի, ովքեր գալիս դրական շնորհակալություններ են հայտնում հպարտանում են խաղաղությունով են հպարտանում մի խոսք եւ այլ դրական բաներով որ իրականացրել այս իշխանությունը բայց կան նաեւ քաղաքացիներ ովքեր իրապես դժգոհ են ովքեր իրապես ունեն խնդիրներ ու անհավասար պայմաններ ա ստեղծվել իսկ եթե մարդիկ գալիս դրական բաներ են ասում ինքը դրական անկալում եթե գալիս բացասական ինչ որ բաներ ներկայացնում վարչապետին դա դառնում է որ ուղարկված են դառնում է որ 50,000-ով են գալիս եւ այլն եւ այլն հիմա միգուցե այն կողմից էլ են 50,000-ով գալիս դրական բաներ ասում այսինքն այս իմ կարծիքով բացասական երևույթ է ու քննադատելի երևույթ է Պարոն Միսկարյան, լավ, ի վերջո մենք ինչպիսի պատկեր ենք ունենալու։ Մի պահ, եթե դիտարկենք ռետորաբանությունը այս կոշտ, մի քիչ էլ է, ուրեմն որտեղ մեր զրուցակիցներից կան, որ ասում են, այս ռետորաբանությունը ավելի է կոշտանալու։ Սա դեռ նախերգանքն է։ Հիմա ուզում հասկանալ սրանից այն կողմել ինչ պիտի, ինչ կոշտության ենք ականատես լինելու, եւ սա որքանով է նույն քաղաքացիական պայմանագրի դիրքերը ավելի ամրապնդում որովհետև եթե հիշում եք քաղաքացին շատ կոնկրետ հարցեր տալիս երբ վարչապետը ասում էր գիտեք ինչ բառեր են հա օգտագործվել համբալ կզացնել չգիտեմ հա ասում էր որ կզացնելու է այդ երեք գործիչներին էլ կամ հենց Ռոբերտ Քոչարյանին վերջերս էլ նաև մարտի 1-ի համար էր ասում պատասխանատվության է կանչվելու նստելու է հա բառացի ասում էր մի անգամից շուռ են գալիս ասում են իսկ ես 8 տարին ինչի նստած չէր որ ինքը Քոչարյանն էլ ասում է բայց դուք եք ինձ արդարացրել ձեր ժամանակ ես արդարացվել եմ այս գործով ինչպես հավատա քաղաքացին եւ այս ռետորաբանությունը որքանով է քաղաքացու սրտից բխում որքանով է ավելի ամրապնդելու ԿՊ-ի դիրքերը եթե այսպես ասենք օբյեկտիվորեն նույն Ռոբերտ Քոչարյանի Գայիկ Ծառուկյանի մասով կա հակա ռեյտինգ, այսինքն օբյեկտիվորեն ինչ որ շատ մեծ հատված կա Հայաստանի Հանրապետության, կան միֆեր, լեգենդներ կամ գուցե իրական ինչ որ բաներ նույն այդ հա Պողոս Պողոսյանի սպանություն, մի խոսք ասած բաներ կան, որ անընդհատ պատտվում են ժողովրդի մեջ ու իմ կարծիքով այս սրանք են հենց այն հիմքը դարձել, որ քաղաքացիական պայմանագիրը փորձում է շեշտադրել սրանց վրա, փորձում է ավելի ընդգծել այս ամեն ինչը, փորձում է այս նախընտրական փուլում այդ հնարավորինս այդ սև ու սպիտակի մեջ, այսինքն կամ այդ մարդիկ են կամ գալու են մարդկան զուգանունում ծեծելու են, Հայաստանը մտցնելու են Ռուսաստանի կազմի մեջ կամ լինելու ենք մենք, այսինքն այս ամբողջ այս ներկապնակը փորձում են բերել այդ երկու հիմնական բաների մեջ, կամ ընտրում եք նրանց, կամ ընտրում ենք մեզ,
չգիտեմ սա ինչ արդյունքներ կարող է ապահովել քաղաքացիական պայմանագրի համար, բայց եթե շարունակում են այս նույն տրամաբանությամբ, կարծիքով սա գուցե ինչ-որ բաներ ունեն, որ դրական ազդում է նաև իրենց, հա, ընտրողների կարծիքի ձևավորման վրա։ Իմ կարծիքով այս հիմնական խնդիրը սա է, որ փորձել բաժանել երկու մասի, փորձել հստակ ֆիքսել կամ նրանք են կամ մենք ու այս տրամաբանությամբ առաջ շարժվել ու ոնց որ դա էլ անում են, հիմա թե ինչ կլինի կտեսնենք հունիսի 7-ին քաղաքացու ընտրության արդյունքը ինչ պատկեր ցույց կտա։ Մենք բազմիցս ես այդ վերջին ամիսներին, երբ դեռ նախընտրական քարոզարշավն էլ չէր մեկնարկել, բարբերաբար խոսում էինք, թե ինչպիսի պատկեր ենք ունենալու, որակապես այլ խորհրդարան ունենալու ենք, թե ոչ։ Հիմա ձեր նախանշած պատկերից կա արդյոք փոփոխություն։ Ի վերջո քարոզարշավի մեծ մասն արդեն անցել է եւ հնարավոր է որոշակի այսպես գնահատական տալ։ Գուցե ուժեր են եղել, որոնք այսպես ավելին են իրենց ցուցադրել եւ այս մասով գուցե լինելու է փոփոխություն, թե դարձյալ շատ բարդ է ուրեմն պատկերացնել, թե ինչ է լինելու ամսի 7-ին եւ դրանից հետո։ Ցավոք սրտի այդ ենթադրություն անելը անշնորհակալ գործ է եւ հստակ ինչ-որ բաներ նախանշելը բարդ է, բայց այն տեսական պատկերը, որ շատ բարբերաբար մենք խոսել ենք, ենթադրել ենք, իմ կարծիքով շատ էական փոփոխությունների չի ենթարկվի։ Այսինքն էլի նույն տրամ կլինեն այս գործող իշխանությունները, կլինեն այդ երկու հիմնական ընդդիմադիր ուժերը, այսինքն Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Քոչարյանի դաշինքը գուցե հաղթահարի եւ բայց նրանց երեքին է խոստացել է բանտ նետել, դրանց տեղը բանտում է քաղաքացիական պայմանագրի այլ ուրեմն տեխնացուներ, падգամավորներն էլ մեր տաղավարում դա շարունակում են վարչապետի ասածը պնդել, ինչպես են դա անելու, պարոն Միսկարյան, այս հայտարարությունից այն կողմ։ Ես մի քիչ անդրաբար, ես նույնպես հղում անեմ Ռոբերտ Քոչարյանին, դե 8 տարի ունեին, հիմա փաստացի այդ մարդիկ այս գործող իշխանությունների օրոք ազատության մեջ են, շարունակում են գործունեություն ծավալել, ունեն նույն ֆինանսական միջոցները, ինչ որ ունեն 2018 թվականից առաջ, այս գնում ենք էլի այն մեր հին զրույցին 2018 թվականի հեղափոխությունը ինչ փոփոխություններ պետք է բերեր, ինչ լյուստրացիաներ պետք է լինեին եւ այլն, բայց այդ որ չեն կարել, հիմա ոնց որ չգիտեմ, քննարկենք թե ինչի 8-րդ դասանում մենք անգլերեն լավ չենք սովորել, դա անցած էտապ է արդեն, մենք պետք է շարժվենք այսօրով ու ունենք հնարավոր է իսկապես ուրեմն այս կետից է որոշել շատ ավելի ռադիկալ քայլերի դիմել։ 2021-ին Պողպատե մանդատով էր գալիս, այսինքն Պողպատե մանդատից ավելի ու քվեն ստացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացու գործող իշխանությունը։ Հիմա 5 տարի անց էլի նույն բանն ասում։ Էլի ասում եմ գնալու եմ, ոչնչացնելու եմ, բանտ եմ նետելու, այնտեղ բանի հետ այդ գործողներից բացի ձեռքի հետ Սերժ Սարգսյանն է մտցնում այդ բանի մեջ, այսինքն այն էլի այդ ժողովրդի մեջ բան տարածվող խոսույթների շրջանակներում է գործում իշխանությունները, այսինքն այդ նախկիններ տրամաբանությամբ, որը որ այտենց առանձնապես փոփոխություններ չի բերում այս ժողովրդին եւ այս պետությանը։ Պարոն Միսկարյան, ուզում եմ անդրադառնանք նաև Ռուսաստանի գործոնին վերջին, հա, ուրեմն շաբաթների ընթացքում, հատկապես նախընտրական քարոզարշավի մեկնարկից, ընդհանրապես վարչապետի վերադարձից հետո այդ հարաբերությունները գնալով ավելի են սրվել եւ մենք տեսնում ենք նաև Մարիա Զախարովան անգամ անդրադառնում է օրինակ Նիկոլ Փաշինյանի եւ այն կնոջ միջև տեղի ունեցած միջադեպին։ Երեք էլ Միրզոյանն էր, գիտեք, Հայաստանն ու Լիտվան դարձան ռազմավարական գործընկերներ, հայտարարում, որ Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ ԵԱՏՄ եւ Եվրամիություն անդամակցությունը անհամատեղելի են եւ այլն, եւ հայկական կողմն է որոշակի ցրում, չասենք էլ ռուսական կողմը, ինչպիսի սպառնալիքներ Օվերչուկն էլ երեք ասաց, որ 29-ին ԵԱՏՄ-ի մասով Հայաստանի որոշում է կայացվելու, հնարավոր է Ռուսաստանը ավելի այսպես կոշտ քայլերի դիմի, ինչ սպասել 29-ին ընդառաջ ընտրությունների նախաշեմն է եւ հնարավոր է այսպիսի մի կտրուկ քայլով իրավիճակի վրա ազդեցություն ունենալ, թե ոչ։ Այդ ենթադրելիս ոնց որ սցենար է ինքը, որ կարող է Ռուսաստանը օգտագործել, ինչպես մենք պարբերաբար խոսել ենք, այդ անվտանգային ազդեցության գործիքը, որ ունի Ռուսաստանը Հայաստանի վրա այլևս չկա, մնացել են տնտեսական ու այս հիբրիդային հարձակումներ, անվտանգային այս կիբերանվտանգային հարձակումներ, որոնք որ կարող են ունենալ Հայաստանի վրա նախընտրական եւ հենց բունընտրական process-ներում։ Իմ կարծիքով սրանք այն գործիքներն են, որոնք որ Ռուսաստանը մինչեւ հունիսի 7-ը հնարավորինս փորձելու է կիրառել, հնարավորինս ազդելու ընտրությունների արդյունքի վրա ու մեծ ուժեղ Հայաստանի ու Գագիկ Ծառուկյանի, հա, այն ուժերի, որոնց վրա որ խաղադրույք կատարել է Ռուսաստանը, դրանց հնարավորինս մեծ պոտենցիալ ստեղծելու ազգային ժողովում ներգրավվածություն ունեն, այսինքն Ռուսաստանի խնդիրը Հայաստանի Հանրապետության հետ
հարաբերությունները փչացնելը չի, որովհետև երբ խոսում ենք այդ ԵԱՏՄ-ի 7 միլիարդի մասին կամ չգիտեմ այդ շրջանառության մասին, դրանից մենակ Հայաստանը չի օգտվում, դրանից օգտվում է նաև Ռուսաստանը։ Մենք գիտենք տարբեր այդ սանկցիաների տակ հայտնված բաների մասին, որ Հայաստանի միջոցով են մտնում Ռուսաստան, այսինքն սանկցիաները շրջանցելու բավականին լուրջ կետ է Հայաստանը ու անհրաժեշտ երկիր է Հայաստանը նույն ԵԱՏՄ-ի տրամաբանության մեջ, այնպես որ այս բանը, որ միանշանակ Հայաստանին դուրս են շպրտելու բան, իմ կարծիքով մի քիչ իրատեսական չի։ Հնարավորինս իր ֆավորիտներին օգնելու քաղաքականություն է, Ես ենթադրում եմ, որ այս տրամաբանության մեջ է այս զրույցները, այս քաղաքական այս բաները, հա, այդ Մարիա Զախարովաները, Օվերչուկի հայտարարությունները, այսինքն իրանք այս տրամաբանության մեջ են, որտեղ միջև հասնել այդ կնոջ այդ, հա, ինչ որ դեպքին անդրադառնալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն է, այո, այստեղ այստեղ մի քիչ sense բան է, էլի։ Եթե ուզենային, ես բայց ինքը էլի եմ ասում, Ռուսաստանի քաղաքականությունը այնպես չէ, որ մեզ թողնելու է մենք մի հատ հասկանանք, ստանդարտիզացվենք ԵՄ-ի բաներին համապատասխանենք, նոր ասի մի հատ ընտրեք, տեսնենք դուք գնում եք ԵԱՏՄ-ում, թե գնում եք այդքան ժողովրդավար նկրտումներով առաջնորդվի, ասենք, էլի։ Ցավոք սրտի մենք մեր հարևանն ու մեր ռազմավարական դաշնակիցը չունի այդպիսի տրամադրություն, ինքը տենց հստակ կոշտ միջոցներով փորձելու է կանխել այդ մեր քաղաքական բռնած այդ դիրքը էլի դեպի ԵՄ, դեպի ԵՄ ստանդարտացում եւ։ Պարոն Իսկայան, իսկ արդեն կոնկրետ գործարանների մասով, հա, երբ վարչապետը հայտարարում է ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշար Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական, ինչ է սա ենթադրում, ուրեմն հենց օղակը որոշակի սեղմվում է, իշխանությունը որոշում է գնալ այդպիսի քայլերի, օրինակ դա տեղի ունեցավ նաև Հեծի դեպքում։ Հիմա սա տեղի է ունենում Արարատ ցեմենտի դեպքում։ Կամ վերջին օրերին ամենաշատը քննադատվածները, որ շատ է համացանցում քննադատվում այն է, բացի այն, որ այս խոսույթը ընդհանրապես անթույլատրելի է, նաև նշվում է, ով փորձում է հակադրվել վարչապետին, բավականին բուռն է լինում քննարկումը, օրինակ Արթուր Օսիպյանի դեպքը եւ այլն, ապա ուրեմն որոշում են արդեն քաղաքական հաշվի արդար տեսնեն իրավական ճանապարհով ինչ որ գործեր հարուցելով։ Այստեղ խնդիր չեք տեսնում։ Այստեղ խնդիրներ կան ու բազմաթիվ են խնդիրները, էլի եմ, բայց քանի որ սուր նախընտրական process է ու իշխանությունը նաև ունի լծակներ այդ իրավական ոստիկանություն, քննչական կոմիտեներ ամբողջ թափով օգտագործում է այդ ունեցած լծակները ազդելու նախընտրական process-ների վրա։ Ու սա արդեն իմ կարծիքով հստակ է, եթե Հեծի դեպքում մի քիչ տրամաբանություն կար ինչ որ, հա, պետական ինչ որ շատ մեծ, շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է, Արարատի ցեմենտի մասով իմ կարծիքով Արարատի ցեմենտի գործարանը այդքան ռազմավարական նշանակություն չունի ու միակը չի Հայաստանում, մի խոսքով էլ, այսինքն այստեղ Գագիկ Ծառուկյանի այդ սեփականության իրավունքների խախտման մասին կարա խոսք գնա, բայց թե ինչ գործողություններ կանեն, գուցեև իրականում այդ քարոզարշավի տրամաբանության մեջ ինչ որ հայտարարություններ անեն եւ իրավական որևէ հետևանքներ էլ չունենան, այս սա էլ կարա լինի, այսինքն այս Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների վրա ազդելու, նրանց կարծիքի վրա ազդելու ընտրությունների օրվա ընտրություններից առաջ ազդելու համար է հենց այս հայտարարությունները ու դրանք իրավական որևէ հետևանք չունեն, մասնավորապես այդ Արարատի ցեմենտի մասով։ Տեսեք անընդհատ նաև Քոչարյանն էլ է, հա, որոշակի սրում իրավիճակը ու գիտեք, նրա վիրավորական արտահայտությունից էլ սկսվեց ամեն ինչ, նաև տեսակետներ են հնչում, որ այսքան Քոչարյանի անունը տալով Նիկոլ Փաշինյանը ինքն էլ չհասկացավ, թե ինչպես է ուրեմն աջակցում հենց նրանց ընտրություններին հնարավորինս ցույցային հավաքելու առումով։ Կա ճշմարտության հատիկ այստեղ, թե ոչ։ Քոչարյանի այդ վիրավորական արտահայտությունների մասով ինձ մի քիչ հիշեցրեց, որ ես այդքան էլ ուշադրության կենտրոնում չեմ, այսինքն հիմնական թիրախավորվում են ուժեղ Հայաստան ու Գագիկ Ծառուկյանը, որ ինձ էլ մի քիչ բերեք խաղել այս խաղի process-ի մեջ մտցրեք ու փորձեց այդ վիրավորանքով մտնել թեմայի մեջ ու դա իր մոտ ստացվեց, ինքը կարողացավ այդ զրույցը գեներացնել, իսկ իշխանություն էլի, բայց բոլոր հարցումները ցավոք սրտի, այսինքն 21 թվականից սկսած Ռոբերտ Քոչարյանի եւ նրա գլխավորած ուժը ուներ շատ մեծ պոտենցիալ, ուներ շատ մեծ ներկայացվածություն պարլամենտում, բայց այն օրակարգը, որով որ մտավ պարլամենտ, ինքը տապալեց, ինքը չկարողացավ իրականացնել։ Հիմա ոնց որ էլի նույն համարյա նույն օրակարգով եկել է, իմ կարծիքով մի քիչ արդեն անհետաքրքիր է դարձել նույն Ռոբերտ Քոչարյանի, հա, խոսույթը, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական օրակարգը, որով որ նա հիմա մտել է ընտրական process-ների մեջ։ Շնորհակալ եմ, պարոն Իսկայան։
Առաջինի տաղավարում զրուցում է Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Գարիկ Միսկարյանի հետ։ Նախընտրական կրքերը թեժանում են, քաղաքական ուժերը շարունակում են միմյանց ասեին վիրավորանքները։ Այսօր երեկոյան ժամը 20:00 Վանաձորում քաղաքացիական պայմանագիրը մեծ հանրահավաք է իրականացնելու։ Նիկոլ Փաշինյանը այսօր Լոռու մարզ կատարած այցի ընթացքում նշել է, որ վերջին օրերին մեր քաղաքական կյանքը լրտեսական բլոկբաստեր է հիշեցնում։ Փաստեր, իրադարձություններ, իրողություններ Հիմա էլ պարզվում է, որ կալուգացի ձեզ հայտնի օլիգարխը օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից է։ Հաջորդ փաստը ընդհանրապես պատերազմի եռագլուխ կուսակցությունը մենք կարող ենք ռեբրենդինգի ենթարկել եւ անվանել լրտեսական եռագլուխ կուսակցության կամ եռալրտեսական կուսակցություն։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդամենը տարիներ առաջ, 2 տարի առաջ էր կարծեմ, դες կալուգացու հարցը պարզ է, այսինքն, այնպիսի անառարկելի փաստեր կա, նրանք չեն էլ համարձակվում, ասեն, որ դատի կտան, որտեվ ինչը դատի տան։ Նա հարաբերակված փաստեր այնքան ակնհայտ եւ անառարկելի են, երկրորդն է դատի տալը միայի բա, այդ դատը պարտվելը արդեն պեչատը ճակատին խփելը։ Բա ինչի չեն դատի տալիս, բա պետության դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ, ընկել էին միջազգային արբիտրաժները հեծի գործով, մի հատ էլ ասում էին էս ենք անելու, գնացին եւ արբիտրաժում նույնպես հեծի գործով պարտվեցին, որովհետեւ որ եկել են ասում են ուժեղը դուք չեք, ուժեղը պետությունն է, ուժեղը Հայաստանի Հանրապետությունն է։ Չի կարող որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում լինել ավելի ուժեղ, քան Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը տեր ունի, ուժեղ տեր ունի, եւ այդ տերը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է 2 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի ձայնագրության հրապարակումը։ Եթե հիշում եք, 2 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի ձայնագրություն հրապարակվեց, որտեղ նա ասում է, դիմելով օտար երկրին, ասում է, դե դուք ինձ մցրեցիք քաղաքական դաշտ Հայաստանի, ես հիմա պրոբլեմներ ունենք, խնդրում եմ ինձ ապահովեք ինձ դուրս գալ այդ քաղաքական դաշտից։ Այն ժամանակ ինչ արեցին, ասին դե արհեստական ինտելեկտով բան արած, պատրաստած եւ այլն։ Այն ժամանակ ես առաջարկ արեցի, ասի թող հասարակական կազմակերպությունները միջազգային փորձաքննություն պատվիրեն, այդ ձայնագրությունը օրիգինալ է, թե օրիգինալ չի։ Իմիջայլոց հասարակական կազմակերպությունները սիրում են մեզ քննադատել, ճիշտ են անում, եւ ես ընդունում եմ քննադատությունը, ել եմ ասում, մենք անթերի չենք, ընդհակառակը, ինչքան շատ քննադատեք մեզ, այնքան լավ, մենք ավելի կհղկվենք, ավելի լավ կաշխատենք, ավելի պատասխանատու բայց թույլ տվեք քննադատեմ ես հասարակական կազմակերպությունը, ինչու այդ փորձաքննությունը չպատվիրվեց, ինչու Ռոբերտ Քոչարյանի փորձաքննությունը չպատվիրվեց։ Ես ասում եմ պատասխանատու, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ երաշխավորում եմ, որ դա օրիգինալ ձայնագրություն է, որ երաշխավորում եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի վիրավորանքներին վիրավորանքներով չի արձագանքում, ինքը հիմնականում վիրավորում է, որովհետև ասելիք չունի, ծրագիր չունի, ժողովրդին էլ առաջին օրվանից խաբել է, ինձ էլ է խաբել, ես իմ կլասը չեմ գցի եւ իմ բարձունքից չեմ ինչնի, նախընտրական քարոզարշավի ընթացքում ասել է Գագիկ Ծառուկյանը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նրա հնչեցրած գնահատականներին եւս։ Մեր ասածների մասին լրագրողները բան են ուզում, մեկնաբանություն են ուզում, ասում դե գիտեք ինչ, ես չեմ իջնում այդ մակարդակին,
բան չեմ ասում։ Ստեղ պրոբլեմը գիտեք որն է իր այդ կապված։ Ախր դու իրոք չես կարա իջնես այդ մակարդակի, որովհետև քո մակարդակը այնքան ցածր է, որ դու իջնելու տեղ չունես, հակառակ դեպքում դու իջնեիր։ Իջնելու համար դու պետքա գետինը մտնես, այսինքն գետնի վրա պետքա չերևաս, որովհետև քո մակարդակը պլինդուսի ցածր է։ Եվ հիմա ժողովուրդ ջան, ուրիշ բաներ են բացվում եւ բացահայտվում։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ գործերով պարզվել է եւ այլևս Ծառուկյանի փեսա, Կոտայքի նախկին մարզպետ, Կարապետ Գուլոյանի առանձնատունը, այլևս առանձնատուն էլ ասում եմ, դե գիտեք էլի իրանց այդ բաները տենց մի, ասենք 700 մետր 825-ի վրա, ասենք խոհանոց, ենթադրենք մի կիլոմետրը 1.5 կիլոմետրի վրա ննջարան, ասենք 7 կիլոմետրը 8 կիլոմետրի վրա ճաշասենյակ, բան սենց էլի։ Այդ մարդիկ թալանով դա կառուցել էին, հույսով, որ վայելելու են։ Վայելելու են, բայց ոչ թե իրենք, այլ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որովհետև դա այլևս հիմա վերջնական անշրջելիորեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է։ Բայց այդ Գուլոյան, Ծառուկյան, մաֆիան դեռ նոր պիտի իր հատուցմանը հասնի։ Եվ ես ինչպես 2021 թվին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ, շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ այդ Գուլոյան, Ծառուկյան, մաֆիայի մախինացիան բացահայտվել է եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն իսկ գրություն է ստացել Հայաստանի Հանրապետության դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման եւ առաջիկայում շատ արագ մենք ինչպես հեծում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ եւ ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առիթով, նրանք այլևս կարիք չունեն կատարելու այս պահից ես ասում եմ, նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է։ Մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԳԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Այս մասին ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Դա շատ բարդ հարց է, մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԳԱՏՄ-ն, բայց եւ տեսնում ենք այն խնդիրները, որոնք կծագեն Եվրամիության միանալու կամ այդ դաշինքի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում, նշել է Օվերչուկը, հայտարարելով, թե այդ խնդիրները գործնականում արդեն իսկ ծագում են, եթե ընտրությունը կատարվում է հօգուտ Եվրամիության, մեզ մոտ հարցեր են ծագում։ Նախ եւ առաջ ինչու մենք պետք է աջակցենք այդ ընտրությանը մեր բյուջեի հաշվին, եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետություններին, ինչու մենք պետք է պաշտպանենք դա, նշել է նա։ Ռուսաստանցի փոխվարչապետի խոսքով հայկական կողմը հայտարարում է, թե նրանք անցնում են Եվրամիության ստանդարտներին, սակայն շարունակում են օգտվել այդ արտոնություններից, որ տրամադրում է Եվրասիական տնտեսական միությունը։ Լավ կլիներ, որ Հայաստանը արագորեն կողմնորոշվեր, քանի որ դա ազնիվ մոտեցում կլինի, թե Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի դաշնակիցների, թե հենց իր Հայաստանի հանդեպ, նշել է Օվերչուկը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Հայաստանը շատ մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ վերակառուցել իր տնտեսական հարաբերությունները։ Ի տարբերություն Արևմուտքի, որը Հայաստանին կոչ է անում կրճատել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք չենք խոչընդոտում այլ երկրների, մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացմանը։ Արտահանման շուկաների ընդլայնման նրանց ցանկության մեջ ոչ մի վատ բան չկա, հաջողության կհասնեն, թե ոչ իրենք կտեսնեն, նշել է նա։ Մարդիկ միշտ երազում են ավելի լավ կյանքի մասին, բայց առայժմ մենք պարզապես հետևում ենք, թե ինչպես են նրանք
ուրեն կայթակղվում։ Պետք է խոստովանենք, որ առայժմ դա աշխատում է, ընդգծել է Օվերչուկը։ Ըստ նրա, հակառակ դեպքում չէին ընդունվի որոշումներ, որոնք կարող են տպավորիչ տվալ, կարող են կարճաժամկետ օգուտներ բերել, բայց կտրված են իրականությունից ու երկարաժամկետ հեռանկարում ակնհայտ նյութական վնաս կպատճառեն այս երկրին։ Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդի հետ մեր սերտ հարաբերությունները, չեն կարող բացահայտ չխոսել սրա մասին, հավելել էր Ռուսաստանի փոխվարչապետը։ Հիշեցնենք նաև, որ վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր հորդորել Հայաստանի իշխանություններին կողմնորոշվել, նշելով, որ եթե Երևանը շուտ որոշում կայացնի Մոսկվայի հետ, ապա հրձանը քաղաքակիրթ կլինի։ Մեր գործը չէ, բայց միանգամայն տրամաբանական կլիներ անցկացնել հանրակրվե եւ հարցնել Հայաստանի քաղաքացիներին ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան մենք էլ համարժեք եզրակացություններ կանեինք եւ կգնայինք փափուկ, խելացի ու փոխշահավետ ապահարզանի ճանապարհով։ Լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր Պուտինը մայիսի 9-ին կայացած հաղթանակի օրվա միջոցառումների ավարտին։ Նա նույնպես ժամկետներ է նշել, հայտարարելով, որ այս հարցը կարելի է ներառել Եվրասիական տնտեսական միության առաջիկա մայիսի 28-ին եւ 29-ին կայանալիք գագաթնաժողովի օրակարգում։ Արձագանքելով Պուտինի հայտարարություններին, Փաշինյանը օրերս հայտարարել է, որ Հայաստանը որոշում կկայացնի, երբ պահը հասունանա, իսկ այժմ եւ առաջիկա շրջանում Երևանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու անհրաժեշտություն չունի։ Ես համաձայն չեմ նաեւ ապահարզան ձևակերպման հետ, որովհետեւ ես ազգային ժողովում եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ։ Ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ։ Էլի եմ ասում, քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել, նաև հանրակրվե կանենք այն պահին, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի, ասել է Հայաստանի վարչապետը, հավելելով, որ Հայաստանը Ռուսաստանի շահերը վնասելու նպատակ չունի։ Մենք չենք ներքաշվելու վիճաբանության, լեզվակռվի մեջ եւ մենք բոլոր հարցերը քննարկելու ենք աշխատանքային պայմաններում առանց լրացուցիչ նյարդի, նշել էր նա։ Այսօր Նիկոլ Փաշինյանը այն նույն թեզը Լոռու մարզում տեղի ունեցած քարոզարշավի շրջանակներում է կրկնել։ Դաշնության կառավարության ղեկավարի հետ շատ ջերմ ընկերական հարաբերություններ ունենք։ Եվ մենք ընդհանրապես Ռուսաստանի հետ մեր վերաբերմունքը շատ ջերմ է։ Այստեղ խնդրեմն ուրիշ տեղ է, մենք ի վերջո պետք է հասկանանք, որ շատ դեպքերում մեզ ասում են Ռուսաստանի հետ մեր ընդդիմությունը, ասում է Ռուսաստանի հետ հավասարը հետ հարաբերություններ։ Ժողովուրդ ջան, լավ եկեք բան չանենք, էլի։ Հումոր, բայց հումորն է Ռուսաստանը գերտերությունը, եւ Ռուսաստանին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերում, եւ ես այդպես էլ վերաբերվում եմ ոչ միայն Ռուսաստանին, այլև Ռուսաստանի նախագահին եւ Ռուսաստանի կառավարության ղեկավարին։ Բայց ես իրանց մի բան եմ ասում եմ մենք Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չենք արել ոչ մի բան ու չենք անի։ Ես այդ վերջերս պատվեցի, ուրեմն մեծ պատվիրակությունով հանդիպում էր եւ Ռուսաստանի բարձրաստիճան ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը ասեց, որ Հայաստանը Եվրամիության հետ հարաբերություններով վնաս է հասնում Ռուսաստանի շահերին։ Ես արձագանքեցի, ասի մենակ չենք եղել։ Այդ դահլիճում ներկա եղել առնվազն 15-16 մարդ։ 15-16 մարդ։ Ես ասի շատ լավ։ Խնդրում եմ բերեք մի օրինակ։ Խնդրում եմ բերեք մի կոնկրետ օրինակ, որ ձեր ասածը տեղի է ունեցել։ Եվ ի՞նչն էր պատասխանը։ Պատասխանը լռություն, բառից բուն իմաստով, ժողովուրդ կարա լռություն, որովհետև այդ լռությունն է ճշմարտությունը։ Ես երկրորդ անգամ կրկնեցի հարց, ասի խնդրում եմ, շատ եմ խնդրում, ասում եք բան։ Ես կարող եմ մի բան, այն չի եղել, մենք հասկանանք ինչն է խնդրեմը։ Եվ երկրորդ հարցին նույնպես հետևեց լռություն։ Եվ ես ասում եմ, մենք ոչ մի կտրուկ գործողություն չենք անելու, ոչ մի կտրուկ, բայց մենք թափանցիկ ենք եւ մենք ինչ է ասում, մենք ամենայն հարգանքով վերաբերվում ենք Ռուսաստանի շահերին, ամենաբարձր ձևով, բայց կներեք, մենք չենք կարող Ռուսաստանի շահին ավելի բարձր վերաբերվել, քան մեր շահերին, հասկանում եք, քան Հայաստանի Հանրապետության շահերին։ Եվ սա լեգիտիմ դիրքորոշում է, եւ մենք հետևում ենք եւ գնալու ենք Հայաստանի շահերին, եւ մենք հակասության եւ հակադրության, էլ չեմ ասում լեզվակռվի, բանավեճի մեջ
չենք մտնելու Ռուսաստանի մեր գործընկերների հետ, բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվելու է։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, կուսակցության պատգամավորի տեխնացու Լևոն Բաղդասարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եւս շնորհակալ եմ։ Բայց ինչու այսքան ուշացաք, պարոն Բաղդասարյան։ Մենք ամբողջ կես ժամ սպասում էինք մինչև կժամանակ, այսպես է քաղաքացիների հետ աշխատելու, որ գաք իշխանության։ Ես պետքա արձանագրեի դրա հետ կապված։ Նայեք, մեր եթերը ուղիղ ասացիք կես ժամ առաջ, այսինքն ժամը 12:30 կարծես թե, հա։ Գիտեք, Երևանը Նյու Յորք չի, Տոկիո չի, Պեկին չի, Մոսկվա չի, կարող եմ թվարկել։ Երևանը ընդամենը թվարկած քաղաքներից մեկի մի հատ, այսպես ասած, թաղամաս է։ Եվ A-կետից B-կետը տեղափոխվելու համար ինձանից պահանջվեց մոտարապես ժամ 10 րոպե։ Ինչի, որովհետև Երևան քաղաքը ունի այնպիսի ճանապարհներ, մեղմ ասած, որի հետևանքով ոչ միայն ես, այլ նաև դուք, այլ նաև մեր բոլոր համակարգացիները օրվա ռեժիմով ընկնում են այս վիճակի մեջ։ Եվ երկրորդը, ձեր երկրորդ հարցին օգտագործեցիք ձեր լրագրողական սրությունը եւ հարցրիք ձեր քաղաքացիներին եւս այդպես եք դիմավորում, ուրեմն իմ կողմից ղեկավարվող գրասենյակը ստեղծվել է 2001 թվականին, այսօր ունեմ 4 գրասենյակներ, փաստաբանական գրասենյակներ են, եւ եթե մի քաղաքացի կասի որ ժամանակին չեմ ընդունում, ավելին քաղաքացին կասի, որ ինքը գալիս է ընդունելության եւ այլ քաղաքացի եւս այդտեղ սպասում է, ձեր ասածը կընդունեմ իրավաչափ։ Համենայն դեպս ես այս հարթության վրա ցանկանում եմ օբյեկտիվ լինեմ, ասեմ, նախ հայցում եմ ունկնդիրների ներողամտությունը, բայց այս վիճակը բերել է նրան, որ Երևանի կառավարիչները կամ չեն ցանկանում կամ էլ չեն կարողանում երկու դեպքում էլ ունեն պոզիտիվ պարտավորություն գեղեցիկ կերպով հեռանալ։ Լավ, գանք հարցերի, որոնք քիչ չեն, պարոն Բաղդասարյան, հետաքրքիր է ինչ է կատարվում, ինչպես է քարոզարշավը իրականացնում։ Ես նայում էի ձեր կուսակցության YouTube-յան էջը, մինչև ձեր գալը առավոտյան էի նայում, շատ ակտիվություն չի նկատվում։ Մի երկու տեղ դուք եք հարցազրույց տվել, հանդիպում եք քաղաքացիներին, հաշվարկը ձեր որն է եւ արդյոք ձեր կուսակցության առաջնորդը ղեկավարում է այս գործընթացը, օրինակ բանտախցից թե ոչ, որտեղ է նա հիմա գտնվում, ինչ ուրեմն ազդեցություն է ունենում այս գործընթացների վրա։ Հնարավոր է նրա անազատության մեջ գտնվելը, այսպես նաեւ որոշակի բարձիթողի վիճակ է ստեղծել կուսակցության ներսում։ Դուք հարցերի շարան տեղացիք, Խնդրեմ հերթով պատասխանեք։ Առաջին հարցից թե ուր է ձեր կուսակցության առաջնորդը։ Դե ամեն դեպքում ուզում եմ տեսնել։ Վերաբերում է նախընտրական քարոզարշավի որոշակի պասիվությանը։ Կա այդպիսի բան, թե դա միայն ես եմ արձանագրել։ Եկեք տեղեկացնեմ, որ կուսակցություն ունի լրատվական էջ, Facebook-յան էջ եւ յուրաքանչյուրը կարող է ցանկության դեպքում մտնել եւ տեսնել այն գործառույթները, որը իրականացվում է կուսակցության կողմից։ Ավելին, հիմա անդրադառնանք այն քարոզարշավին, որ այսօր անում են որոշ քաղաքական միավորներ, նաեւ իշխանական քաղաքական միավորը եւ մնացյալները։ Գիտեք, Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ կուսակցությունը իրավամբ գնում է ընտրությունների եւ Վարդան Ղուկասյանը եւ կուսակցությունը չունի այդ կարիքը, որ հիմա արվում է մեղմ ասած խայտարակ ձևով միմյանց վրա թուքումուր շպրտելով եւ շուտասելուկի պես ինչ որ ծրագրեր են իրականացնում, բարձրաձայնում են, գոռում են։ Վարդան Ղուկասյանի արած գործը են էլ ոչ վերջինս չի եղել պետական լիազորման ներկայացիչ, ոչ միայն Հայաստանի ընտրողները գիտեն, Հայաստանի հանրապետության քաղաքացիները, այլ նաեւ ամբողջ աշխարհի հայությունը, այլ չեմ ասում, որ տարբեր լեզուներով թարգմանվում էր վերջինիս որոշակի խոսույթը։ Վարդան Ղուկասյանը իր խոսքի ուժով ենել Հայաստանի Հանրապետությունից դուրս մի քանի անգամ ավելի քան բան արել, քան թե շատ պետական հիմնարկներ, հանրահայտ փաստ է։ Եվ բոլոր քաղաքական միավորները իրար գումարած։ Այո, մենք դրա կարիքը չունենք։ Մենք դրա կարիքը չունենք եւ կարծում եմ ընտրողը
տեղամաս գնալուց հաշվի կառնի, թե ինչ են արել, ավարտեմ, ինչ են արել քաղաքական միավորները այս 6 տարվա ընթացքում, կապ չունի իշխանական թե ոչ իշխանական, եւ ինչ է արել Վարդան Ղուկասյանը։ Ձեր հաջորդ հարցը վերաբերում էր արդյոք կառավարում է բանտից Վարդան Ղուկասյանը կուսակցությունը թե ոչ։ Վարդան Ղուկասյանը, որպես արդեն Վարդան Ղուկասյանի փաստաբան եմ ասում, ոչ միայն կառավարում է, այլ նախընտրական ծրագրերի, այսպես ասած, կրողը վերջինս է եւ յուրաքանչյուր այսօր այն նաեւ տեղադրված է կենտրոնական հանձնաժողովի համապատասխան կայքում, հա, եւ յուրաքանչյուր այսօր հրապարակային մեկ օր խոսում է պետական ծրագրերից, տնտեսություն, արդարադատություն, ռազմական եւ այլն, եւ մեկ օր էլ խոսում է կոնկրետ մարզերի թիրախային ծրագրերից։ Այդ ցույց տվեք հիմա մեկ քաղաքական ուժի, որ կոնկրետ մարզի մասին կոնկրետ խոսում է։ Չեք տեսնի, չեք գտնի։ Դա է ձեր հարցի պատասխաններ։ Կարճ անդրադառնամ այս նախընտրական քարոզ կոչվածը, որը որ իրականացվում է բակերով, փողոցներով եւ այլն։ Բավական է օրվա մեջ մի 5 րոպե փորձել նայել այդ նախընտրական քարոզը եւ հիասթափվել, ինչպես իշխանությունից, որը նախընտրական քարոզը իրականացնում, այնպես էլ են քաղաքական ուժեր միավորներից, որոնք փորձում են արձագանքեն, հակադարձեն կամ այդ քաղաքական քարոզը իրականացնեն։ Թերևս այսքան։ Պարոն Բաղդասարյան, գիտեք, որն է զարմանալի, որ դուք անդրադարձաք այն խոսույթին, որ այսօր իրականացնում են իշխանության եւ ընդդիմադիր գործիչները, չթվարկեմ դուք էլ ինքներդ ուրեմն փաստորեն ձեր վրթովմունքն եք արտահայտում դրա հետ կապված, գիտեք փոխադարձ համբալ անվանելը, կզացնելը եւ այլն եւ այսպես շարքը շարունակվում է, բայց զարմանալի է, որ դուք եք այդ մասին բարձրաձայնում, որովհետև գիտեք ձեր առաջնորդի ուրեմն բառապաշարը, բառամթերքը, արտահայտությունները, որոնք մեկ անգամ չէ, որ տոտալ քննադատության են արժանացել։ Ով բայց ձեր կուսակցությունը գոնե պիտի այս բառամթերքից չնեղվեր, չէ։ Ես իմ այդ հարցը պատասխանեմ, շատ եմ ափսոսում, որ դեռ այդ գիտակցությանը ես կփորձեմ որպես նաև իրավապաշտպան նաև ձեր գիտակցությունը փոխեմ, հա։ Նախ վրթովմունքը դա իրավական կատեգորիա չի, ես վրթովված չեմ, ես ընդհանրապես արձանագրեցի փաստը։ Վարդան Ղուկասյանի խոսույթը իրավամբ դուրս է գալի էթիկայի բազմաթիվ նորմերից, դա արձանագրում եմ աքսիոմատիկ փաստ է, բայց եկեք գնանք առաջ։ Վարդան Ղուկասյանը նախ փաստեմ, Վարդան Ղուկասյանը արդեն 7 տարի իր այդ խոսույթով, նկասեմ նաև խոսույթ երկու մասի կբաժանեմ։ Ոչ միայն սպառել է իրան, այլ ռեյտինգը մի քանի անգամ բարձրացել է։ Ոչ թե բարձրացել է խոսույթի կոպտությամբ, կոշտությամբ, հայանքով, այլ բարձրացել է հետևյալ ֆորմատով։ Ոնց է աշխատել Վարդան Ղուկասյանը։ Իսկ վարկանիշի բարձրացումն եք այդ առումով։ Ես դա նկատի չունեի։ Ինչպես է աշխատել Վարդան Ղուկասյանը։ Արձանագրել է փաստ, ասել է Պողոսի լակոտը չի ծառայել։ Բոլորը պետքա գնան ծառայեն։ Այսպես ասած հրապարակային տվել է հայտարարություն հանցագործության մասին։ Մեկ ամիս հետո նորից հետա վերադարձել, ասել է լիազոր մարմին, ես քեզ զգուշացնում եմ, եթե դրա հետ կապված հայտարարություն է, դու գործողություններ չես կատարելու, այդ ժամանակ ավելի է կոպտացրել իր խոսույթը։ Հասկանում եք, ես չեմ ուզում արդարացնեմ խոսույթը, բայց եթե երկրում տիրում է փողոցի արդարադատություն, երկրում տիրում է ընտրովի արդարադատություն, երկրում տիրում է զորբաների ինստիտուտ, եւ էլ չշարունակեմ, դա հանրահայտ փաստ է, եւ չի գործում օրենքի դիկտատուրան, եւ օրենքի առաջ բոլորը հավասար չեն, այո, Վարդան Ղուկասյանի խոսքն է, որ պետքա մի քիչ զսպիչ լինի։ Ես քիչ առաջ իզուր չասեցի, որ Վարդան Ղուկասյանի գործողությունների գործառույթների արդյունքում ավելի շատ բան արել, քան թե բոլոր քաղաքական միավորները իրար գումարած, քան թե պետական լիազոր մարմնի ցանկացած պետական հիմնարկ։ Այսինքն դա եղել է հրապարակային, ես ցանկություն չունեմ էջերը բացեմ, թերթեմ շուտ ասելուկի պես էլ ասեմ այս սա արեց, սա արեց, սա արեց։ Քանի տասնյակ միլիոն պետական բյուջե եկավ եւ այլն։ Սա է իմ պատասխանը։ Եվ այո, եթե մեր իրականության մեջ հայաստանցիների X զանգվածը ոչ միայն գնում է
հացի խնդրի հետ կապված երրորդ երկրներ, այլ գնում է նաև սոցիալական արդարության հետ կապված, ապա դիմադրության իրավունքի ուժով յուրաքանչյուր անձ յուրով է հասկանում, գիտակցում եւ բարձրաձայնում։ Եվ ի տարբերություն շատերի Հերվից Եվ ի տարբերություն շատերի հարկադրաբար է հերվից, բայց այդ հերվից բարձրաձայնելի օգտակար գործողության գործակիցը բավականին բարձր է։ Մոտիկից ներսից բարձրաձայնում է Բաղդասարյան Լևոնը, որ այսօր մենք միասին զորակցում ենք։ Ես էլ ներսից եմ բանանում բարձրաձայնում։ Կարծում եմ հայտնի եմ ես հանրության առաջ, ինչու՞ չէ նաև դեր առաջ բազմաթիվ հնչեղ գործերով, եւ դա կապ չունի, որ նախագահի օրոք է եղել, հա։ Եվ էլ ոնց է պատրաստում պայքարը։ Այսինքն ինչ ենք մենք պատրաստում։ Մի հատ նայեք բան հրապարակային օրական ռեժիմով լիազոր մարմինները քանի ձայնագրություններ են սփռում։ Ինչ է նշանակում ձայնը առնել, ձայնը ծախել։ Ինչ է նշանակում ընտրողը մինչև հիմա չի գիտակցում, որ 30 արծաթով վաճառվելուց հետո թոշակառի է, թոշակը վաղը չի բարձրանալու, բիզնես է անում, բիզնեսի հարկային քաղաքականություն այլ է դնելու։ Այդ որ միամիտնա մտածում, որ 30 արծաթը վերցնելով հետագայում տասնապատիկ ավել տվյալ շահագրգիռ անձիկ հետ չեն բերելու։ Այդ որ մեկն է մտածում, որ դե ինձանից հեռու դե 30 արծաթը վերցնեմ, վաղն էլ ելնեմ փողոց տվյալ իշխանությունը քննադատեմ, չի լինելու։ Գալու ենք իշխանության եւ օրենքի դիկտատուրայի ուժով կառուցել ենք արևային Հայաստան։ Ես դրան հավատում եմ։ Չգիտեմ ձեր գիտակցությունը փոխեցի Վարդան Ղուկասյանի խոսուտով թե չէ, բայց կարծում եմ, բայց ես կարծում եմ, որ դուք եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացի ձեր առօրյա հոգսերով, ինչու՞ չէ ստացած աշխատավարձով, ինչու՞ չէ նաև այլ բաներով համեմատում եք նորմալ երրորդ երկրների, ձերս բռնում եք այն գիտակցության, որ այս երկրում ինչ-որ բան, ինչ-որ մի տեղում չէ։ Ձեր կուսակցությունը առաջնորդում է Վարդան Ղուկասյանը, եթե ընդունենք մի պահ նա չկա, հա, այդ կուսակցությունը մեծաշով փլուզում է, պարոն Բաղդասարյան։ Դուք պայծառատես եք։ Չէ, ես հարց եմ տալիս, թե կա գաղափարական, հա։ Ուրեմն ոչ միայն կա գաղափարախոսություն, բայց միանշանակ դուք ճիշտ եք այն հարցում, որ բացառապես Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ է գնում նախընտրական եւ բացառապես Վարդան Ղուկասյանի անձի ֆակտորով է պայմանավորված ստեղծվել այս կուսակցությունը։ Դուք նայեք այլ կուսակցություններ, այլ կուսակցության միավորումների, ովքեր իշխանության չեն։ Մարդ կուսակցություններ են, կարող է, չգիտեմ, 100+ են, կարող է շատերին բաները, հայաստանցիները կամ ընտրողները կամ աշխարհի հայությունը չճանաչեն։ Վարդան Ղուկասյանը ճանաչված է ամբողջ աշխարհի հայերի մակարդակով։ Դա հանրայինի փաստ է եւ որ չի կարողանում դա անցալի, պետք է մշակույթ ձևավորի իր համար, որ դա հանրայինի փաստ է։ Հաստատ ձեր կուսակցությունում գաղափարից շատ անձի պաշտամունք կա։ Ես այդպիսի բան չասեցի եւ եթե դուք դուք արձանագրում եք փաստը, հետո ասում եմ ես այդպիսի բան չասեցի, ասում եք հարցական նշաններ տվե։ Հիմա եկեք ետ տանք ձայնագրությունը, իրավապաշտպանությունը խոդ եմ տալիս։ Ետ տանք ձայնագրությունը տեսնենք, հարցական նշանով ասեցիք թե արձանագրեցիք։ Դե չէ, եթե դուք անձը նրա այսքան կարևորում եք եւ անընդհատ շեշտում եք, ուրեմն առանց նրա որ իսկապես կարող է այս կուսակցությունը փլուզվի, ուրեմն ցանկացած կուսակցություն, ցանկացած ընտանիք, ցանկացած հիմնարկ պայմանավորված է ինչպես թիմով, կոլեկտիվով, այնպես էլ պայմանավորված է թե ով է ղեկավարում այդ թիմը, ով է ղեկավարում այդ պետությունը։ Եւ այո, իրավամբ Վարդան Ղուկասյանի անձով պայմանավորված այսօր ունի բարձր հեղինակություն կուսակցությունը, իսկ կուսակցության մեջ ոչ թե անձի պաշտամունք է, այլ կա հարգանք դեպի այն անձը, ում այդ հույսեր է կապում ոչ միայն կուսակցությունը, անկախ սոցհարցում արեք։ Ինչի մենք այսօր բակեր չենք մտնում։ Դրա կարիքը չունենք։ Դրա կարիքը չունենք, որովհետև 5-6-7 տարի աշխատանք է կատարվել առաջնորդի կողմից, այո, Վարդան Ղուկասյանի կողմից։ Եվ այսօր քաղաքական միավորները, որ ընկնում են բակ-բակ, դուռ մարզ, իրանք ասելիք չունեն արածի համար, իրանք հետագա խոստումներն են տալիս։ Ինչու՞ չէ նաև այսօր իշխանությունը, օրինակ ես պատկերացնում եմ այսպես, օրինակ Արգենտինայի նախագահան, նա փողոց դուրս չեկավ նախընտրականի ժամանակ, նա ինչպես մենք համացանցային կարգով ներկայացնում էր ծրագիրը, որտեղ դրա կարիքը չուներ, որտեղ կյանքում երկու բան կա, որ չես կարա հետ բերես, մեկը ժամանակն է, մեկն էլ առողջությունը։ Լավ, պարոն Բաղդասարյան, գալով ձեր ծրագրին, փաստորեն օրենքի դիկտատուրա, իրավական առումով ինչպիսի լրջագույն փոփոխություններ եք բերելու։
Եվ եթե ձախողեց այս ընտրություններում ձեր կուսակցությունը, սա լինելու է Վարդան Ղուկասյանի ձախողումը, թե ձեր նկատի ունեմ այստեղ եղածների, ով է պատասխանատվություն կրելու ձախողման համար։ Նախ գանք դատական համակարգից։ Նայեք դուք ապրում եք այս երկրում, կարծում եմ ուղղակի անուղղակի շփված կլինեք դատական արդարադատության հետ, քաղաքացիական կլինի, վարչական կլինի, թե ասենք քրեական կլինի հեռու ձեզանից։ Դուք գոհ եք դատական համակարգից։ Բայց այս դատական համակարգի դատավորին չեմ մեղադրում։ Որևէ քաղաքացի գոհ չէ։ Բոլորը ունեն։ Հիմա ութում հարց եմ կախում, ինչու ուղեղները չի աշխատում դատավորների, թե պետական համակարգի ուղեղը չի աշխատում։ Չընդհատեք, շարունակում եմ։ Չի կարա դատավորը իր վարույթում ունենա 6000 պլյուս գործ, ժամը 9-ից մինչև 6-ը արդարադատություն իրականացնի դատական նիստեր անի, դրանից հետո գնա վճիռ գրելու։ Առաջին աշխատանքային օրենսգրքի տոտալ խախտում է, որը ցավոք Հայաստանում բոլոր ոլորտներում ինչու՞ չէ նաև վստահ նաև այս հիմնարկում է խախտվում աշխատանքային օրենսգրքի որոշ դրույթներ, որտեղ չկա պետական լիազոր մարմին, որ հսկողություն սահմանի։ Դա այլ թեմա էր, խոսեցինք Վարդան Ղուկասյանի մեր կուսակցության ծրագրում հատուկ դրա համար կետ կա։ Եթե ասում են հնարավոր չի, այդ գործիքակազմը կա։ Եթե ասում են Երևանում հնարավոր չի ճանապարհներ սարքել, որ ես չուշանայի ձեր եթերին, միանշանակ ասում եմ հնարավորությունը կա։ Հիմա դատական համակարգի հետ կապված։ Դատական գործերի պաշտոնապես եմ հայտարարում որպես պրակտիկ իրավապաշտպան։ 1/3 չափով գործերը պետական լիազոր մարմնի անգործության կամ չաշխատելու արդյունքա, որ մարդիկ ստիպված մտնում են դատարան։ Ծանրաբեռնվածությունը պատկերացնում եք ոնց է ավելանում։ Երկրորդը արդարադատությունը չի կարա տևի 5 տարի, 10 տարի, 15 տարի։ Այսօր մենք բազմաթիվ դատական գործեր ունենք, 10+ տարիներ են գործում։ Դա արդարադատություն արդեն չի։ Եվ երրորդը ամենակարևորը։ Այսօր դատական համակարգը, 3 դատական համակարգը, 3 չի առաջի օրը դատական համակարգը նկատի ունեմ պայմանական որ իշխանավորի ժամանակ ա եղել։ Այնպես չստացի որ մենակ հիմա այս իշխանությանն եմ քննադատում, բայց հիմա ավելի ահավոր է ասեմ ծանրաբեռնվածության հետ կապված։ Այդ տարիներին դատավորները անկախ չեն եղել։ Գործադիրը, կառավարությունը բուրգի գլխին կանգնած եւ դատանը եղել է իր թողների կոշիկի տակ, ներբանի տակ։ Դա ուղղակի պետքա բացառել։ Այնպես չի որ մենակ պետքա ասել դատանը անկախ է, դա ուղղակի ընդհանրապես պետքա բան անել, հնարավորություն տալ դատավորին լինելու ինքնուրույն։ Դատական իշխանություն ասելը չպետք է հասկանալ առերևույթ դատարան, որի բանը անկախ է։ Դատական իշխանության տիրույթում թագավորը դա դատավորն է։ Այսինքն անձը գալիս է, որ իր դատը լուծի։ Թագավորը ունի 100%-անոց իշխանություն, ոնց որ ցարը ունի, ոնց որ ցեղապետը ունի, ոնց որ վարչապետը ունի։ Դատական իշխանության տիրույթում այդպես պետք է լինի։ Ես այսօր մի տեղ էի, այդ օրինակը հիմա ձեզ էլ պատմեմ։ Ախր քաղաքացին պետքա մեջքին զգա իշխանությանը, կապ չունի այդ իշխանությունը դատականն է թե գործադիրն է։ Ցավոք մենք չունենք։ Մեր կուսակցությունը վստահեցնում եմ արդեն որպես պրակտիկ իրավապաշտպան շատ արագ է այդ թեման ուծելու։ Եթե կասեք ոնց, հիմա կասեմ։ Դատավորին տրվում է 100%-անոց ինքնուրույն որոշում կայացնելու եւ որոշման համար պատասխանատվություն ստանձնելու։ Դատավորը միայն օրենքները չի նայելու օրենքով գրի, դատավորը պետք է առաջինը տեսնի։ Մեր սահմանադրության մեջ ինչ է ասում, ասում է իրավունք ավելի գերակա է, քան թե օրենքը։ Եթե անձի իրավունքը խախտվում է, անձը առերևույթ խախտում է թույլ տալի վարչական կլինի, քրեական կլինի, իրավունքը ավելի գերակա պետք է լինի։ Ահավասիկ օրինակ եմ բերում։ Մի հատ պապիկ, բայց ոչ բախտը բերել է Հայաստանում չի եղել իհարկե։ Մի հատ պապիկ գնում է եւ հաց է գողանում։ Շատ կարքին ցիվիլ երկրներից մեկում։ Ծանր հանցագործության տեսակը, դատավորը նայում է պապիկին, տարիքը, հարցնում է իշքան է իր թոշակը եւ դուրս է գալի այդ մեղադրանքի սահմաններից հրավիրում է փորձագետին, ասում է այս թոշակով պապիկը կարա մինիմալը ապրի, իսկ իրանց մինիմալը միայն հացի խնդիրը չի։ Այլ եւս որպես մարդ բարձրագույն արժեք, այլ բաներ եւս կան արտոնություններ եւ գործառույթներ։ Փորձագետը ասում է ոչ չի բավականացնում այսքան։ Ինչ անում դատավորը, տեսեք հեքիաթի դաշտ է։ Դատավորը կանչում է պետական այն լիազոր մարմինը, որ թոշակ է տալի։ Ասում է տուգանել եմ, տուգանքը դու ես վճարելու։ Եվ ժամանակ եմ տալի, այս մարդու թոշակը քո խնդիրն է, ոնց ես բարձրացնում հասցնես մինիմումի։ Ահավասիկ իշխանությունը դա է, դատական իշխանությունը դա է։
Երազում եք, չէ՞, այդպիսի դատարան ունենանք մենք։ Եվ ոչ մեկ այդ դատավորին չի մեղադրում, որ օրենքից դուրս եկավ, օրենքից դուրս գործողություններ արեց։ Սա է դատական իշխանությունը։ Եվ այն ժամանակ, երբ ժամանակին թագավորի իշխանություն էր, երբ անջատեց Մովսեսի օրենքով եւ տվեցին որպես առանձին դատավոր դատական համակարգ, այդ իրավասությունն են տվել, այդ լիազորությունն են տվել։ Սա է իրականությունը եւ գիտեք հիմա փայլուն ծրագրերով նստենք խոսանք սա ենք անելու, սա ենք անելու, սա ենք անելու, այս 30 տարվա մեջ մենք ունեցանք այն ինչ որ ունեցանք։ Այս 30 տարվա մեջ ով եկավ նստեց թագավորի աթոռին, ժողովրդի լեզվով եմ ասում, իր համար դրեց սահմանադրություն գրեց։ Ինչ է դա հանցագործություն է։ Վերջի սահմանադրությունը գրվեց նախորդ նախագահի իշխանության ժամանակ, այսօրվա գործադիր մարմնի ղեկավարի քննադատեց մինչև իշխանության գալը, լավը չի, այսօր եկավ իշխանության բանը ըստ էության բանը դուր եկավ։ Գիտեք, իշխանությունը դա գայթակղիչ մի գործառույթ է։ Ոչ մեկը երաշխավորված չի, որ գալու է իշխանության եւ բանը չի գայթակղվելու։ Դրա համար անհրաժեշտ է, որ սահմանադրությունը գրի անկախ փորձագետների խումբ, որ պայն հանձնարարվում է իշխանության ներկայացուցիչին թեկուզ լավ գիտնական, իրավաբան, հոգեբան, մանկարժ եւ այլն գրելու այդ սահմանադրությունը ունենալու ենք այն, ինչ որ ունենք այս 30 տարվա ընթացքում։ Պարոն Բաղդասարյան, քանի որ մեր ժամանակը սպառվում է, ես կուզեի անդրադառնանք նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ Մինչ սկսեցինք զրույցը, ես ներկայացրի, թե Օվերչուկը ինչ է ասում, օրինակ մայիսի 29-ին որոշում կկայացվի Հայաստանի մասով ԵԱՏՄ գագաթնաժողովին, ընդհանուր առմամբ դուք այս վերջին հռետորաբանությունը սրված հարաբերությունները ինչպես եք փոխվարչապետը Ռուսաստանի Դաշնության։ Ես չգիտեմ, միգուցե դուք մասնակցության առումով շփվել եք, ես դեմ եմ եւ տոտալ պատժվելու են բոլոր ռուսաստրուկները, բոլոր եվրոպաստրուկները, բոլոր ամերիկաստրուկները։ Բացառապես միասնական ուժերով ազգային ծրագրով պետք է գնանք եւ կառուցենք արևային Հայաստան։ Օվերչուկը ինչ ասեց, այսօրվա գործող վարչապետը ինչ ասեց, չգիտեմ ով ինչ բան է իրականացնում։ Ես դեմ եմ, կուսակցությունն է դեմ, առաջնորդությամբ նաեւ Վարդան Ղուկասյանի։ Մենք դեմ ենք սևի եւ սպիտակի քաղաքականությունը։ Ցավոք, այս 30 տարվա մեջ, ասում են Նիկոլ Նաբերի, բայց այդպես չի։ 30 տարվա մեջ սև սպիտակ քաղաքականություն եղել է։ Զորբաների ինստիտուտի տեսքով, բարեկամների տեսքով, փոխտվողների տեսքով եւ այլն։ Դա բացառվելի է, դա չի եւ միասնական, բացառապես միասնական ուժերով են կարողանալ գնանք առաջ։ Բայց միասնական ուժից առաջ պետք է կատարվի սանիտարական մաքրում։ Այս ավգյան ախորները պետք է մաքրվի։ Եվ միակ անձը, ով կարա դա անի, բանը դոկուսակցությունն է Վարդան Ղուկասյանի ղեկավարությամբ։ Հիմա եթե հաշվեք տալ, ես ասեմ թե ինչու, որպեսզի չստացվի, որ դոկուսակցության ներկայացուցիչ եմ եւ սազառել գովում եմ։ Միակ անձն է, որ այսօր ասում է ոչ ներկաներին, ոչ նախկիններին։ Ցույց տվեք մի քաղաքական ուժի, որ երկուսին էլ ասում է, ոչ նրան, ոչ նրան։ Ահավասիկ այսօր պետք է նոր ուժեր։ Ահավասիկ չկա իմ պահով եմ ասում, թշնամանք որևէ մեկի նկատմամբ։ Սխալ ճանապարհով են գնացել։ Լավա ուշ, քան ուշացած։ Ոնց որ ես այսօր ուշացած եկա, ներողություն, ուշ եկա, բայց ուշացած չէր։ Պատճառն էլ հիմա չեմ ուզում նորից արդարանամ, կրկնվում եմ, պատճառներ են լավ ճանապարհներն են, որ այս 1 միլիոնանոց Երևան քաղաքում ավելի շատ խցանում է, քան ստե ասենք Պեկինում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես ևս շնորհակալ եմ։ Առաջինի տաղավարում զրուցում էի դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, կուսակցության падգամավորի տեխնատու Լևոն Բաղդասարյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։